Հարկումն է ուղիղ եթերում, վերադառնանք Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցած երկու հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորումը։ Այս մասին հայտնում է իրանական Ֆարս գործակալությունը։ Ըստ գործակալության այսօր առավոտյան 4 զինված անձինք կրակոցներ են բացել Թեհրանում Իսլամական հեղափոխության առաջնորդի Այաթոլլահ Խոմեյնիի դամբարանում տասնյակ այցելուների վրա։ 4 զինյալներից 3-ը կրակել են սրբավայր այցելող տասնյակ մարդկանց վրա, իսկ 4-րդն ինքն իրեն պայթեցրել է սրբավայրի դիմաց ոստիկանական հենակետի մոտ։ Լրատվամիջոցը նշում է, որ զինյալներից մեկը սպանվել է բախումների ժամանակ, մյուսը ինքնասպանություն է գործել ցիանիդի պարկուճը կուլ տալու միջոցով։ Մեկն էլ կին է եղել, որը սպանվել է իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ։ Միաժամանակ կրակոցներ են հնչել նաև Իրանի խորհրդարանում, զինված անձը կրակոցներ է արձակել խորհրդարանի ներսում, վիրավորելով հսկիչին, գրում են իրանական լրատվամիջոցները։ Պատգամավոր Էլիաս Հազրաթին ասել է, որ խորհրդարանում 3 տղամարդ կա զինված կալաշնիկովի ինքնաձիգով ու ատրճանակով։ Հիմա Թեհրանում կատարվող իրադարձությունների մասին կխոսենք Ազատություն ռադիոկայանի իրանական ծառայության լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։ Ողջույն, շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար։ Ինչ է հիմա կատարվում Իրանի մայրաքաղաքում, ինչ են այս պահին պատմում։ Այս պահին ինչ որ լրատվամիջոցները եւ Twitter-ում նրանք որ ակտիվ են, դեռ շարունակվում է կրակոցները Իրանի խորհրդարանում, դամբարանում, Իմամ Խոմեյնիի դամբարանում ոնց որ թե կարողացել են չեզոքացնել մահապարտ ահաբեկչին, մեկը որը կին ա եղել, իրեն պայթեցրել է։ Իհարկե Իրանում ընդհանրապես նման հարցերի շուրջ պաշտոնական լրատվությունը մի քիչ երկար կտևի, մինչև որ հայտարարվի։ Ֆարսի այն լուրը, ինչ որ դուք ասեցիք նոր, որ Ֆարսը ասել է, որ իսլամական դա հերքվել է, նույնիսկ, այսինքն Ֆարսը ինքը հղում էր արել Ալ-Արաբիային։ Մինչդեռ Ալ-Արաբիայում ես նայեցի նման լրատվություն չկա եւ հետո ինքը կարծես Ֆարսն էլ հերքել է, բայց համենայն դեպս ենթադրվում է, որ իրենք պետք է լինեն իսլամական պետության, այո։ Լավ, ի վերջո հա մեր հեռուստադիտողներին ներկայացնենք ինչ է տեղի ունեցել, ինչ կառույցների վրա են հարձակվել։ Հա նախ ասացիր, որ խորհրդարանում դեռ շարունակվում են կրակոցները, ինչ է հայտնի հիմա այնտեղ, ինչ է կատարվում եւ ինչպես է սկսվել։ Եվ կրակոցներն են շարունակվում, եւ խորհրդարանն է իր բնականոն աշխատանքը շարունակում։ Այսինքն խորհրդարանում նիստը շարունակվում է կրակոցներին։ Խորհրդարանում նիստը շարունակվում է, այո։ Խորհրդարանը Իրանի խորհրդարանը շատ մեծ կառույց է եւ հարձակումը տեղի է ունեցել շատ ուրիշ, այսինքն խորհրդարանին պատկանող մասնաշենքի վրա, որովհետեւ ընդհանրապես Իրանում պետական կառույցներին մոտենալը սովորական քաղաքացիական անձանց համար էլ այդքան հեշտ չի, այսինքն եթե դու խորհրդարանում ինչ-որ գործ ունես, ուզում ես մոտենաս խորհրդարանին, երևի թե ժամ-ժամուկես պետք է ստուգվես, նոր կարողանաս մուտք ունենաս խորհրդարանի փողոցներ։ Մինչդեռ խորհրդարան մտնելը արդեն այդ 4-5 հոգին, որ ասում են, որ խորհրդարան կարողացել են մուտք գործել, խորհրդարանի մասնաշենքերից մեկում են, որը ըստ երևույթի չի խանգարում խորհրդարանին անցկացնել իր սովորական։ Ոստան էվակուացիա չի եղել, խորհրդարանում շարունակվում են։ Իհարկե դա նաև քաղաքական ակտ է խորհրդարանի կողմից, որ տեսեք որևէ բան մեր վրա չի անդրադառնում, մեզ չի անհանգստացնում, ամեն ինչ նորմալ է։ Նույն ձև նաև խորհրդարանի նախագահն է բացման խոսքում ասել, որ Իրանը չի կարող նման բաների ենթարկվի, նման սադրանքներ Իրանի վրա չեն կարող ազդեցություն ունենալ եւ այլն։ Շատ լավ, հիմա դեռ փաստորեն պաշտոնական հայտարարություններ։ Պաշտոնական հայտարարությունը երևի թե 3-4 ժամից կլինի, բայց հետաքրքիր է, որ անցյալ տարի հայտարարվել էր այսպիսի մի թիվ, որ 30 նմանօրինակ ահաբեկչական խմբակներ 12 ամսվա ընթացքում Իրանում ոչնչացվել են։ Այսօր նաև հայտարարվեց, որ ծրագրված է եղել ավելի շատ այսպիսի ակտեր տերորիստական, բայց երկուսն են հաջողել իրագործել։ Այսինքն այսօր այլ ակտեր էլ պետք է լինեին։ Այսօր այլ ակտեր էլ պետք է լինեին եւ ձերբակալվել են մյուս խմբավորումները։ Ահա։ Շատ լավ, եւ փաստորեն Խոմեյնիի դամբարանում, հա, իսլամական հեղափոխության առաջնորդի սրա նպատակը որն է եւ այնտեղ ինչ է կատարվել, այնտեղ նաեւ պայթյուն է եղել փաստորեն։ Դամբարանը շատ մեծ տարածք է, Խոմեյնիի դամբարանը եւ շատ, այսպես ասած, այցելուներ ունի եւ օտարերկրացի իսլամադավան անձինք եւ Իրանից շատ այցելուներ ունի։ Ենթադրվում է, որ համենայն դեպս, քանի որ հիմա նաև բանի
իսլամական տոներից մեկի ժամանակահատվածում ենք, ինձ թվում է, որ սա կարելի է վերագրել հենց իսլամական պետության խմբավորումներին, որոնք իրենք սուննի են եւ նույնիսկ սուննիական ասենք այդ հատվածի համար այս ժամանակաշրջանում շիաներին վնասելը կամ շիա սպանելը խորհուրդ է տրվում, այդպես կարելի է ասել, եւ Իմամ Խոմեյնիի դամբարանը որպես թիրախ ընտրելը հենց որպես շիա առաջնորդի դամբարան հատկանշական է, այսինքն իրենք չեն գնացել ինչ որ փողոցում կամ շուկայում նման բան անել, այլ գնացել են ավելի խորհրդանշական։ Այո, ավելի խորհրդանշական է։ Իհարկե, ասում եմ, որ պետք է նորից շեշտել, որ դամբարանը միշտ մարդաշատ է Խոմեյնիի եւ շուկայից շատ բանով էլ չի տարբերվում մարդաշատ լինելու իմաստով։ Եվ վերջին հարցս սա կարող է ազդել երկրում իրավիճակի վրա, ինչ որ բան փոխել երկրում կամ հուզումներ առաջացնել, ցնցումներ։ Հուզումներ, ցնցումներ չեմ կարծում առաջացնի, բայց ինձ թվում է սա կարող է օգտագործվել ներկա իշխանությունների կողմից, այսինքն բարեփոխականների կողմից ճնշելու Իրանի տեղեկատվական, այսպես է կոչվում, այդ հակատերորիստական միավորումը Իրանում, որին միշտ որպես ղեկավար, դրա ղեկավարը նշանակվում է առաջնորդի կողմից։ Սա ինձ թվում է կօգտագործվի դրանց, այսինքն ավելի պահպանողականներին ճնշելու։ Կարելի է այդպես ենթադրել, որ կօգտագործեն ամենայն դեպս, քանի որ ավելի քան 30 տարի Իրանում նման գործողություններ ոչ ոք չի կարողացել իրականացնել եւ սա առաջի դեպքն է։ Ինձ թվում է այսինքն Ռոհանի, կարելի ասել, թիմը կօգտագործի սա իր նպատակներին հասնելու համար։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար, տաղավարում հյուրընկալել էինք Ազատություն ռադիոկայանի իրանական ծառայության լրագրող Ռուբիկ Մինասյանին։